Շաբաթվա լուրերն Armenia Today-ից։ Բաքվի այսպես կոչված դատարանն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ ԱՄՆ-ի առաջնորդած Խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները։ Միքայել arczepiskopos Աջապահյանը դուրս է գրվել հիվանդանոցից, տնային կալանքը կանցնի կեցավայրում։ Դատախազության և կառավարության մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ի պաշտպանություն եկեղեցու։ Երևանում կրակոցներ են հնչել կամ զոհ։ Ազգային ժողովի ընտրություններին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվն է հրապարակվել շուրջ 2.489.000։ Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է շարժման քաղաքական հայտի մասին։ Ադրբեջանը պնդել է, որ հունվարին Հայաստան է արտահանել $2.4 միլիոն նավթամթերք։ Օնլայն տաքսու վարորդները ակցիայի միջոցով պահանջել են գանձվող տոկոսի նվազեցում և օրինական աշխատելու հնարավորություն։ Վարազդատ Լալայանը Հայաստանի ծանրամարտի առաջնությունում 110 և ավելի քաշային կարգում չեմպիոն է դարձել։ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ժնևում բանակցել են ուկրաինական կարգավորման շուրջ։ Չարլզ III-ի տիտղոսներից զրկված կրտսեր եղբայրը Էնդրյուն ձերբակալվել, այնուհետև ազատ է արձակվել։